Դաշտային թռիչքներով գործնական դաս է Arm-Drone համայնքում Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը։ Դասընթացին ներկա է նաև Ucom-ի գլխավոր տնօրենը։ Ucom-ը նայում է այս FPV դրոնների ոլորտին ոչ թե իբրև ATS-ներ, ոչ թե իբրև ինչ-որ թռչող մի սարք, այլ իբրև տեխնոլոգիական կրթություն։ Այս ամենը իրենց օգնում է, որ իրենց մտածելակերպը զարգանա, ավելի ճկուն դառնան, որ առջևում, ապագայում, թվային աշխարհում ակնթարթի պահի տակ իրենք կարողանան ճիշտ որոշում կայացնեն։ Ծրագրին մասնակցելու համար ավելի քան 500 հայտ են ստացել Arm-Drone համայնքում։ Ընտրված մասնակիցներն արդեն ծանոթացել են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներին, առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների համակարգերի կառուցվածքին, սարքերի կառավարմանը, թռիչքների պլանավորմանը։ Սկսեցի իմ դրոնը հավաքել, շատ ոգևորված եմ, որտեղ ամեն շաբաթ գալիս ենք ստեղ, հավաքում ենք, քշում ենք, պարապում ենք, որ ապագայում գնանք այլ երկրներ ու մասնակցենք ավելի խոշոր մրցույթների։ Գործնական դասի ընթացքում մասնակիցներն ամրապնդում են իրենց հմտությունները դաշտային պայմաններում, իրականացնելով թռիչքներ եւ կատարելագործելով սարքերի կառավարման, ծրագրային եւ թռիչքային պարամետրերի կարգավորման տեխնիկան։ Ձեռք բերած փորձը կարևոր հիմք է հետագա բարդ թռիչքային վարժությունների եւ միջազգային մրցարշավերին մասնակցելու համար։ Երբ որ մենք սկսում ենք մեր հնարավորությունները բավական սուղ էին, մի քանի աշակերտ, մի դրոնով։ Հիմա շնորհիվ Ucom-ի աջակցության մենք ունենք արդեն տարբեր սարքավորումներ, համատեղ անցկացրեցինք միջազգային մրցարշավ Հայաստանում։ Ucom-ը շարունակաբար իրականացնում է տեխնոլոգիական կրթությանն ու երիտասարդների զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, նպատակ ունենալով խթանել ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել թվային, տեխնիկական եւ ինժեներական հմտությունները։ Arm-Drone-ի հետ իրականացվող դրոնների կրթական ծրագիրը այս նախաձեռնությունների շարքի կարևոր մասն է, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս ձեռք բերել ATS տեխնոլոգիաների վերաբերյալ տեսական գիտելիքներ եւ զարգացնել դրանց կիրառման համար անհրաժեշտ գործնական հմտությունները, որոնք կարող են հիմք դառնալ նրանց հետագա կրթական եւ մասնագիտական ուղու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։